Ողջույն բոլորին! Այսօր հայկական խոհանոցում պատրաստում ենք տաբակած սմբուկով շատ համեղ աղցան, հայկական քամած մածունով և ընկույզով։ Պատկերացրեցիք համային համադրությունը։ Դե անցանք գործի։ Սմբուկով այս աղցան այնքան համեղ է, որ կզարդարի ցանկացած տոնական սեղան։ Տեսքը իսկապես շատ գեղեցիկ է։ Ահա անհրաժեշտ բաղադրիչները։ Մարինացնում ենք 100 գրամ ընկույզ։ Ես մարինացնում եմ դանակի օգնությամբ, կարող եք նաև աղալ։ Ընկույզը ավելացնում ենք 200 գրամ քամած մածունի վրա։ Մարինացնում ենք մի փոքր փունջ սամիտ և ավելացնում ենք քամած մածունի և ընկույզի վրա։ Ըստ նախասիրության կարող եք օգտագործել մաղադանոց և համեմ։ Ավելացնում ենք 3 ատամիկ սխտոր, համեմում ենք աղով և սև պղպեղով և մի լավ խառնում ենք։ Հեռացնում ենք սմբուկների կոթունը և բաժանում ենք ոչ շատ հաստ շերտերի, առանց կեղևը հեռացնելու։ Շերտ-շերտ դասավորում ենք սմբուկները և ավելացնում ենք աղ։ Թողնում ենք 5-ից 10 րոպե, որպեսզի ավելորդ դառնությունը դուրս գա։ Սմբուկները չորացնում ենք խոհանոցային անձեռոցիկների միջոցով և տաբակում ենք արևածաղկի ձեթով երկու կողմից։ Սմբուկները երկու կողմից տապակելուց հետո դնում ենք խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա։ Յուրաքանչյուր կտորի վրա դնում ենք 1 թեյի գդալ քամած մածունով միջուկից, համաչափ տարածում ենք և ձեռքի մեկ շարժումով փաթաթում ենք։ Պետք չէ ավելի շատ դնել, քանի որ փաթաթելու ընթացքում այն եզրերից դուրս է գալիս և գեղեցիկ չի ստացվում։ Փաթաթում ենք ահա այսպես։ Այս ուտեստը կարելի է պատրաստել նաև մայոնեզով, թթվասերով և կաթնաշոռով։ Ես նախընտրում եմ քամած մածունով տարբերակը, քանի որ հայկական քամած մածունին ոչ մի բան չի փոխարինի, այն ավելի համեղ է ստացվում։ Դե ինչ, պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված, և վերջում չմոռանաք բաժանորդագրվել հայկական խոհանոց համով հոտով ալիքին։ Ցտեսություն։